Դիլիջանում կայացել է Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի, Բելգիայի ու Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպումը։ Մեր երկրի վարչապետը կարևորել է խմբում Հայաստանի հետ կառուցողական գործակցությունն ու ընդգծել, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի հետ 25 տարիների գործակցության շնորհիվ Հայաստանը կարողանում է իրագործել հարկաբյուջետային ու դրամավարկային այնպիսի քաղաքականություն, որն ապահովում է մեր երկրի կայուն մակրոտնտեսական միջավայրը։ Կառավարության ղեկավարը նաև նշել է մասնակից երկրների տնտեսական շահերն ու հնարավորությունները գնահատելու կարևորությունը։ Կարապետյանն ընդգծել է, որ մեր երկիրը մի կողմից գտնվում է Եվրոպայի ու Ասիայի ճանապարհային խաչմերուկում, մյուս կողմից ԵԱՏՄ անդամ երկիր է, որը գործարարությամբ զբաղվելու ինդեքսով ունի նպաստավոր դիրք ԵԱՏՄ մյուս երկրների համեմատ։ Բացի այդ, Հայաստանը լավ գործընկերային հարաբերություններ ունի Եվրամիության հետ և օգտվում է արտոնյալ առևտրային ռեժիմից։ Հետևաբար, մեր երկրի տնտեսական աշխարհագրական դիրքը և ԵԱՏՄ անդամակցությունը կարող է արդյունավետ օգտագործել մյուս երկրների առևտրատնտեսական հարաբերությունները բազմակողմանիորեն զարգացնելու համար։ Խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարի մասին, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի ներկա տնտեսական քաղաքականությունն ուղղված է ներդրումների ներգրավման և արտահանելի ճյուղերը խթանելու ճանապարհով տնտեսական աճի ապահովմանը։ Մենք նպատակ ենք դրել խորքային բարեփոխումների միջոցով ստեղծել բարենպաստ ներդրումային միջավայր, աստիճանական ուժեղացնելով երկրի մրցունակությունը։ Վարչապետն ընդգծել է, որ իրականացվող բարեփոխումներին զուգահեռ Հայաստանի տնտեսական քաղաքականության ուղղությունները միտված են միջազգային տնտեսական հարաբերությունների խորացմանը։ Գայանե Ղազարյան, ժամը լրատվական։